Երբ 1999 թվականին հայաստանյան դատախազությունը մտավ Երևանի քաղաքապետարանի երբեմնի աշխատասենյակ, նրանք գտան մի բան, որն ըստ տեսության չպետք է գոյություն ունենար։ Երկու ծանր գրանցամատյանների մեջ կապույտ կաշվե կազմ, թե ինչ եղավ Վանո Սիրադեղյանի իսկական հարստության հետ։ 1990-ականները Հայաստանում էին ժամանակաշրջանը, երբ իշխանությունը նշանակում էր հնարավորություն վերափոխել ամբողջ երկիրը սեփական անձնական ձեռնարկությունների համար։ Ամենաթաքնված փաստերից մեկն այն է, որ երբ Սիրադեղյանը նշանակվեց ներքին գործերի նախարար 1992 թվականին, նա ճակատագրական պահի տեր դարձավ։ Պահի, երբ վերահսկում էր ոչ միայն պետության անվտանգությունը, այլև մատչելիություն ուներ ամեն մի ինֆորմացիայի, ամեն մի գաղտնի արխիվի, ամեն մի տնտեսական հոսքի։ Երևանի փողոցներում այն ժամանակ տիրում էին հանցավոր խմբերի միջև կատաղի պատերազմներ, բայց Սիրադեղյանը կարողացավ դրանք ոչնչացնել ոչ թե բանակցությունների միջոցով, այլ միանգամայն ուրիշ մեթոդով։ Նա չվերացրեց հանցավորությունը, նա այն կենտրոնացրեց, համակարգեց, դարձրեց կառավարելի։ Եվ այդ համակարգման մեջ էր թաքնված իսկական հարստության սկզբնաղբյուրը, հսկայական կամ ֆինանսական հոսքեր, որոնք վերահսկվում էին մի քանի ձեռքերի կողմից։ Բայց Սիրադեղյանի իշխանության ամենագաղտնի կողմը դա չէր։ Եթե դուք աշխատում էիք ոստիկանության մեջ 1994 թվականին, դուք գիտեիք մի բան, որի մասին բարձրաձայն երբեք չէիք խոսի։ Գիտեիք, որ գոյություն ունի մի փոքր խումբ, 3 կամ 4 մարդ, ովքեր կարող էին մտնել ներքին գործերի նախարարության շենք ցանկացած ժամի, անցնել բոլոր պահակներին առանց որևէ փաստաթղթի ցույց տալու եւ դուրս գալ, տանելով տուփեր, պայուսակներ կամ պարզապես փակ ծրարներ։ Ոչ ոք չհարցնում էր, թե ինչ կա այդ տուփերի մեջ։ Ոչ ոք չարձանագրում էր նրանց այցելությունները։ Նրանք էին անտեսանելի տղամարդիկ, ովքեր տեղափոխում էին մի բան, որի մասին ոչ ոք չպետք է իմանար։ Եվ եթե դուք դիտեցիք, թե որքան հաճախ էին նրանք երևում, 1-2 անգամ շաբաթում, իսկ երբեմն ամեն օր, դուք կարող էիք սկսել հավատալ, որ տեղափոխվում էր ոչ թե փաստաթղթեր, այլ ձեռքով շոշափելի արժեքներ։ Բայց դուք չէիք խոսում այդ մասին, որովհետև լռությունը էր այն գինը, որով դուք շարունակում էիք ապրել առանց վտանգի։ Հիմա, երբ անցել է 21 տարի նրա մահից, մեր առջև կանգնած են անպատասխան հարցեր, որոնք կտրում են ինչպես սուր դանակ։ Եթե Վանո Սիրադեղյանը ստեղծել էր այն ֆինանսական համակարգը, որի մասին խոսում էին նրա թշնամիները, եթե նա իսկապես կուտակել էր միլիոններ դոլարներ, օգտագործելով իր պաշտոնը ներքին գործերի նախարարի եւ հետո Երևանի քաղաքապետի, ապա ուր են այդ փողերը այսօր։ Ովքեր են այն մարդիկ, ովքեր ժառանգեցին նրա թաքնված ակտիվները։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա անհետացումը 1200 թվականին եւ նրա մահը 1021 թվականի հոկտեմբերին իսկապես էին բնական դեպքեր, թե մասն էին ավելի խորը ծրագրի, որը նպատակ ուներ թաղել այն գաղտնիքները, որոնք կարող էին քայքայել ողջ իշխանական համակարգը։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպես մի մարդ կարող է դառնալ անհետացող լեգենդ, դուք պետք է նախ հասկանաք, թե ինչ էր նրա առօրյա կյանքը, երբ նա գագաթնակետետում էր իր իշխանության։ 1995 թվականին, երբ Երևանի ընդհանուր բնակչության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $30 ամսական, Վանո Սիրադեղյանը ապրում էր այնպես, որ նրա կենսակերպը կարող էր մրցակցել եվրոպական ազնվականների հետ։ Նրա երբեմնի վարորդներից մեկը, ով այժմ թոշակառու է եւ համաձայնվել է խոսել միայն անանուն, հիշում է մի սովորույթ, որը տեղի էր ունենում գրեթե ամեն երեկո։ Երբ Սիրադեղյանը լքում էր իր աշխատասենյակը Երևանի քաղաքապետարանում, նա հրահանգ էր տալիս կանգնեցնել մեքենան մի հատուկ սրճարանի մոտ, այն սրճարանի, որտեղ մուտքն արգելված էր սովորական մահկանացուների համար։ Այնտեղ նրա համար սպասում էր մի սեղան, միշտ նույն անկյունում, ծածկված սպիտակ սփռոցով, վրա ֆրանսիական կոնյակ, իտալական սիգարներ եւ ճաշացանկ, որը մշակվում էր արտասահմանից բերված բաղադրիչներից։ Այդ սրճարանի տիրոջը, ով ժամանակին հայտնի էր որպես Համբարձումյանի Արթուր, երբեք չեն հարցրել, թե որտեղից էր նա ձեռք բերում այնպիսի արտադրանք, որը չկար եւս ոչ մի հաստատությունում Երևանում։ Սակայն նրա սրճարանը մոտ 4 տարի եղավ Սիրադեղյանի անձնական ակումբը, տեղ, ուր նա հանդիպում էր իր ամենամտերիմ մարդկանց հետ, քննարկում գործարքներ, որոնց մասին ոչ մի խոսք չպետք է հասներ դեպի դուրս։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ Սիրադեղյանը վճարում էր հաշիվը, նա դա անում էր ոչ թե դրամով, այլ ծանր ծրարներով, որոնք տեղափոխվում էին իր անձնական պահակի կողմից։ Ծառայողները երբեք չէին տեսել, թե ինչ կա այդ ծրարների մեջ, բայց նրանց էր հայտնի, որ Արթուրը յուրաքանչյուր այդպիսի այցից հետո փակում էր սրճարանը 3 օրով։ Բայց շքեղության իսկական չափանիշը դա չէր։ 1996 թվականին, երբ Սիրադեղյանը դարձել էր Երևանի քաղաքապետ,
Նա ձեռք բերեց մի գույք, որի մասին պաշտոնապես երբեք չի հայտարարվել, բայց որի գոյությունը հաստատում են 9 անկախ վկաներ։ Դա էր Վիլա Սևանա լճի ափին 2 հարկանի շենք, պատված Իտալիայից բերված մարմարով, շրջապատված 3 մետր բարձրությամբ պատով, որի ներսում աճում էին արմավենիների և դեղձի ծառեր։ Այդ վիլլան ուներ իր սեփական հոսանքի վերականգնման համակարգը, ժամանակ, երբ մնացած Հայաստանում էլեկտրականությունը կար միայն 3-4 ժամ օրական։ Եվ այն ուներ ինչ-որ ավելի արժեքավոր՝ պատուհաններ, որոնք ապացուցելի էին պատրաստված գերմանական համրությամբ, որպեսզի արգելափակեն ձայնը, քանի որ ներսում Սիրադեղյանը ընդունում էր այցելուներ, որոնց անունները երբեք չեն գրանցվել վառ մատյանում։ Հիմա դուք պետք է հասկանաք մի պարզ, բայց ցնցող փաստ։ Եթե դուք էիք Երևանի սովորական մարդ 1995 թվականին, ձեր ամբողջ ընտանիքը կարող էր ամիս ապրել $50-ով։ Սիրադեղյանը անցկացնում էր այդ գումարը մեկ երեկոյի համար, սրճարանում, որտեղ ողջ մեկ սեղանը արգելափակված էր միայն նրա համար։ Սա չէր պարզապես շքեղություն, սա էր ցուցադրություն, ապացույց, որ նա ապրում էր մեկ այլ աշխարհում, որտեղ դրամը չէր խնդիրը։ Բայց որտեղից էր գալիս այդ դրամը։ Եղից էր գալիս այդ դրամը, եթե նրա պաշտոնական աշխատավարձը, որպես քաղաքապետի, շաբաթական կազմում էր միայն $150։ Եվ եթե նա իսկապես ուներ այդ հարստությունը, ապա արդյոք նա կարող էր թաքցնել այն այնպես, որ մինչև այսօր ոչ ոք չիմանար իր իսկական ֆինանսական վիճակը։ 2000 թվականի ապրիլի 6-րդ օրը, երբ դատարանը պաշտոնապես կասեցրեց Վանո Սիրադեղյանի դատավարությունը, նշելով, որ մեղադրյալը անհայտ գտնվող է, շատերը համարեցին, որ սա էր ավարտը։ Բայց դա էր սկիզբը ավելի խորը առեղծվածի, որը շարունակվում է մինչև այսօր։ Երբ մի մարդ, ով 4 տարի տիրել է ներքին գործերի նախարարության հզոր ապարատին, հետո 2 տարի կառավարել է Երևանի քաղաքապետարանը եւ ունեցել է մատչելիություն տասնյակ միլիոն դոլարի արժողությամբ գործարքների, այդ մարդը չի կարող անհետանալ առանց հետքի, եթե նա չունի հզոր պաշտպանիչներ եւ մանրամասն ծրագիր։ Եվ դա հենց այն է, ինչ ստիպում է հետաքրքրվող մարդկանց հարցնել, ով կարող էր օգնել Սիրադեղյանին փախչել, եթե նրա անհետացումը իրոք էր փախուստ, եւ ով ուներ շահ այդ անհետացումից։ Կա մի փաստաթուղթ, որը պահվում է Հայաստանի գլխավոր դատախազության արխիվում, ամսաթվով 1999 թվականի հոկտեմբերի 11։ Դա է այն ակտը, որով Սիրադեղյանը պաշտոնապես մեղադրվում էր զինված հանցավոր խմբի ղեկավարության մեջ։ Բայց եթե դուք ուշադիր կարդաք այդ փաստաթուղթը, դուք կտեսնեք, որ այնտեղ չկա ոչ մի կոնկրետ մանրամասն։ Մեղադրանքը չի նշում, ով էր այդ խմբի անդամները, որն էր նրանց գործունեությունը, որ ամսաթվերին տեղի ունեցան այն հանցագործությունները, որոնց համար Սիրադեղյանը ենթակա է պատասխանատվության։ Սա անսովոր է, քանի որ հանցավոր մեղադրանքը սովորաբար ներառում է մանրամասն ցուցակներ եւ փաստարկներ։ Բայց այս դեպքում մենք ունենք ընդամենը 2 էջանոց տեքստ, որը նման է ձևական պահանջին, քան թե իրական հետաքննության արդյունքին։ Սիրադեղյանի փաստաբանները, ովքեր ներկայացնում էին նրա շահերը մինչև 2000 թվականը, երբեք չի տեսել իրենց հաճախորդին այդ ժամանակահատվածում։ Նրանք ստանում էին հրահանգներ հեռախոսազրույցների միջոցով, համարներից, որոնք երբեք չէին կրկնվում։ Սա նշանակում է, որ Սիրադեղյանը կամ ուներ լուրջ ինֆրաստրուկտուրա, որը թույլ էր տալիս նրան շարունակել կապը իր ազդեցության շրջանագծի հետ, կամ նա գտնվում էր այնպիսի վայրում, որտեղ օգնություն ստանում էր շատ հզոր կազմակերպություններից։ Եվ երբ փաստաբանները փորձեցին պարզել, որտեղ է նրանց հաճախորդը, դրանք ստացան պատասխան, որը սառեցնում էր արյունը։ Մի ավագ դատախազ, ով խոսեց անանուն, ասաց նրանց. «Կարելի է ասել, որ ձեր հաճախորդը հիմա գտնվում է այնտեղ, որտեղ մենք չենք կարող հասնել նրան»։ Ինչ նշանակում է այնտեղ, որտեղ մենք չենք կարող հասնել։ Արդյոք դա էր ակնարկ միջազգային պաշտպանության, թե ինչ-որ ավելի խորը համաձայնության, որը թույլ էր տալիս Սիրադեղյանին մնալ անհասանելի։ Բայց ամենախորը խորհրդանիշը դրանում էր, որ 2000 թվականին, երբ դատական գործը պաշտոնապես կասեցվեց, Սիրադեղյանի անունը դադարեց հիշատակվել մեդիայում։ Ընդ որում խոսքը ոչ թե նվազման, այլ լիակատար անհետացման մասին է։ Նախկինում նրա մասին գրում էին, կամ դրականով, կամ բացասականով, բայց գրում էին։ Բայց 2000-ից սկսած լռություն։ Անգամ ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք նախկինում բարձրաձայնում էին Սիրադեղյանի մասին մեղադրանքներ, հանկարծ դադարեցրին ցանկացած հոդված նրա մասին։ Եվ սա անկարելի է բացատրել պարզապես մարդու անհետացումով։ Մարդիկ անհետանում են, բայց խոսակցությունները նրանց մասին շարունակվում են տարիներ շարունակ։ Բայց Սիրադեղյանի դեպքում լուր համաձայնություն, որի ներքո թաքնված էր այնպիսի համակարգված ճնշում, որը կարող էր իրագործվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ շատ հզոր կառույցներ ուզում էին, որ նրա անունը երբեք չարթնանար դեպի հանրային ուշադրություն։
Ո՞վ էին այդ կառույցները, եւ ինչու էին նրանք պաշտպանում Սիրադեղյանի գաղտնիքները, եթե նա իսկապես էր հանցագործ։ Ընտանիքը մի բան է, որին մենք կարծում ենք, որ ճանաչում ենք, մինչև չիմանանք այն գաղտնիքները, որոնք թաքնված են դռների հանգիստ փակման հետևում։ Երբ Վանո Սիրադեղյանը վերադառնում էր տուն 1994 թվականի այն երեկոներին, երբ Երևանի փողոցներում դեռևս լսվում էին կրակոցներ, նա մտնում էր իր բնակարան ոչ թե որպես ներքին գործերի նախարար, այլ որպես հայր։ Նրա դուստրը, որը այն ժամանակ 15 տարեկան էր, հիշում է մի տեսարան, որը երբեք չի մոռացել։ Հայրը մտնում էր տուն ուշ գիշերը, հանում էր իր ծանր բաճկոնը, նստում էր սեղանի առջև եւ մի քանի րոպե պարզապես նայում էր դատարկ ափսեին իր առջև։ Նա ոչինչ չէր ուտում, ոչինչ չէր խոսում։ Նա պարզապես նստում էր այնտեղ, ինչպես մի մարդ, ով փորձում է հիշել, թե ով է իրականում։ Բայց այդ լռությունը խախտվում էր, երբ հեռախոսը զանգում էր, եւ հեռախոսը զանգում էր միշտ։ Նույնիսկ կեսգիշերին, երբ ամբողջ Երևանը քնած էր էլեկտրականության բացակայության մեջ, Սիրադեղյանի տան հեռախոսը աշխատում էր, որովհետև նրա գիծը կապված էր առանձին համակարգի հետ, այնպիսի համակարգի, որն ապահովում էր անընդհատ կապ անկախ ամեն ինչից։ Դուստրը լսում էր հոր ձայնը հեռախոսում, հանգիստ, կարճ, հրամայական։ Այո։ Ոչ։ Վաղը։ Ես կգամ։ Եվ հետո կրկին լռություն։ Երբ նա հարցնում էր, թե ով էր զանգել, հայրը պատասխանում էր միշտ նույն բառերով. աշխատանք։ Դուք չպետք է անհանգստանաք։ Դուք պետք է հասկանաք մի բան, որը 1990-ականների Հայաստանում տարբերում էր մեկ ընտանիքը մյուսից։ Դա հարստության տեսանելիությունն էր։ Երբ ամբողջ երկիրը սովածություն էր կրում, երբ մարդիկ շարված էին հերթերում մի կտոր հացի համար, Սիրադեղյանի տունը տարբերվում էր ոչ թե շքեղությամբ, այլ անտեսանելի բարձրակարգությամբ։ Ժամանակին դրա մասին խոսող կին, որը տարիներ աշխատել էր որպես տնային օգնական, պատմում է, որ սեղանին միշտ կար այն, ինչը չէր գտնվում ևս ոչ մի հայաստանյան տանը։ Ոչ թե պատուհաններին փակցված սննդամթերք, ինչպես մյուսներն էին անում, այլ թարմ, որակյալ ապրանքներ, որոնք բերվում էին այնպես անձնավոր, որ նույնիսկ դռան պահակները չէին տեսնում, թե ով էր դրանք մատակարարում։ Նրա կինը, ով երբեք չի տվել հրապարակային հարցազրույց, եւ ում անունը հազվադեպ է հիշատակվել լրատվամիջոցներում, ապրում էր փակ կյանքով։ Նա չէր երևում հանդիսությունների վրա, չէր ներկա պաշտոնական ընդունելություններին, չէր կրում զարդեր կամ թանկարժեք հագուստ հրապարակում։ Սակայն եթե դուք տեսնեիք նրա անձնական իրերը, որոնք պահվում էին տանը, դուք կհասկանայիք, որ այդ պարզությունը պարզապես դիմակ էր։ Նրա անձնական փաստաթղթերը, որոնք հիմա պահվում են մի անանուն ընտանիքի անդամի մոտ, ներառում են ստացականներ շվեյցարական բանկերից, ամսաթվով 1996 թվականի մարտ։ Սա նշանակում է, որ մինչև Սիրադեղյանի անհետացումը նրա ընտանիքը արդեն ուներ արտերկրում պահված ակտիվներ, բայց հարցը մնում է, ինչքան էր այդ գումարը եւ ով ունի հիմա մատչելիություն դրան։ Կան տեղեր Երևանում, որոնց մասին ոչ ոք երբեք չի խոսել պաշտոնապես, բայց որոնց գոյությունը հաստատվում է այնքան շատ անկախ վկայությունների կողմից, որ անհնար է դրանք անտեսել։ Մեկը հին շենք Աբովյան փողոցում, որը 1994 թվականից մինչև 1999 թվականը պատկանում էր մի անհայտ կազմակերպության, որը գրանցված էր որպես մշակութային հիմնադրամ։ Այդ շենքի մասին գիտեին միայն մի քանիսը, քանի որ մուտքը հնարավոր էր միայն հատուկ անցագրով, եւ պատուհանները մշտապես ծածկված էին ծանր վարագույրներով։ Բայց պահակներից մեկը, ով այժմ տարիքի պատճառով համարձակությամբ խոսում է, պատմում է, որ յուրաքանչյուր երեքշաբթի Վանո Սիրադեղյանը մտնում էր այդ շենք ուշ երեկոյան, միշտ նույն մեքենայով, միշտ նույն երկու մարդկանց ուղեկցությամբ։ Այդ մարդիկ մտնում էին շենք եւ մնում մինչև առավոտյան 2-ը։ Ինչ էր տեղի ունենում այնտեղ, ոչ ոք չգիտի, բայց մի փաստը անկասկած է։ Այդ շենքի մեջ կար մի սենյակ, որը ամբողջությամբ պատված էր երկաթե կաղապարներով։ Կաղապարներ, որոնք նման էին բանկի անվտանգության պահարաններին։ Եվ երբ 1999 թվականի վերջում այդ շենքը պաշտոնապես փակվեց, այդ կաղապարները հանվեցին մի գիշերվա ընթացքում։ Ինչ էր պահվում այնտեղ, ով տեղափոխեց դրանք եւ ուր են դրանք հիմա։ Հարցեր, որոնց պատասխանները կարող են բացահայտել, թե որքան փող իսկապես կուտակել էր Սիրադեղյանը իր իշխանության տարիներին։ Բայց կա ավելի խորը խորհուրդ, որը կապված է ոչ թե Երևանի, այլ Սևանի հետ։ Հիշում եք վիլլան, որի մասին խոսեցինք նախորդ գլխում։ Այդ վիլլան ուներ մի հատկություն, որի մասին ոչ ոք չէր խոսում՝ ստորգետնյա ավանդատուն։ Ճարտարապետներից մեկը, ով մասնակցել էր շինարարությանը, պատմում է, որ նրանց պահանջվել է փորել ստորգետնյա սենյակ 3 մետր խորությամբ, 2 մետր լայնությամբ եւ 5 մետր երկարությամբ։
Այդ սենյակը պատված էր բետոնով, ապա կավճով եւ վերջում պողպատյա թերթերով։ Դռան խողովակը իջեցված էր հատուկ մեխանիզմով, որը բացվում էր միայն թվային կոդով։ Երբ շինարարները հարցրին, թե ինչու է այդքան բարդ համակարգ պետք, նրանց պատասխանեցին. «Սա անվտանգության միջոց է ջրհեղեղի դեմ»։ Բայց Սևանի ափի այդ մասում ջրհեղեղ երբեք չի եղել։ Եվ հարցը, որը մտածում են բոլորը, ինչ էր պետք պահպանել այնքան ուժեղ անվտանգության տակ, որը պաշտպանված էր ջրից, հրդեհից եւ արտաքին ներխուժումից։ Երբ 1200 թվականին այդ վիլլան գնվեց նոր սեփականատերերի կողմից, նրանք բացեցին այդ ստորգետնյա սենյակը եւ գտան դատարկ տարածություն։ Լիովին դատարկ։ Անգամ փոշի չկար։ Նշանակում է, որ ինչ-որ մեկը հավաքել էր ամեն ինչ, ծայրահեղ ուշադրությամբ, առանց որևէ հետք թողնելու։ Հիմա դուք պետք է մտածեք, եթե մի մարդ պատրաստում է այդպիսի տեղեր, դա նշանակում է, որ նա կանխատեսում է փախուստի կամ անհետացման անհրաժեշտությունը։ Սա նշանակում է, որ Վանո Սիրադեղյանը 1996 թվականից արդեն գիտեր, որ մի օր կկարողանա կորցնել ամեն ինչ։ Եվ երբ այդ օրը եկավ, երբ 1999 թվականին նրան մեղադրեցին հանցավոր խմբի ղեկավարության մեջ, նա արդեն ուներ պլան։ Պլան, որը թույլ կտար նրան պահպանել այն, ինչ նա հավաքել էր։ Բայց եթե այդ թաքնված հարստությունը գոյություն ուներ, ապա որտեղ է այն այսօր, եւ ով ունի իրավունք դրան հասնելու։ Երբ մի մարդ խոսում է ծանր սրտով մի բանի մասին, որը տարիներ շարունակ պահել է գաղտնի, դուք պետք է լսեք ոչ միայն նրա խոսքերը, այլև լռությունները նրա խոսքերի միջև։ 1999 թվականին աշխատող երբեմնի ֆինանսական խորհրդատուն, որին մենք կանվանենք Արամ, պաշտպանելու նրա անվտանգությունը համաձայնել է խոսել, բայց միայն այն պայմանով, որ նրա ճշգրիտ ինքնությունը երբեք չի հրապարակվի։ Արամը նախկինում աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում, բայց 1994 թվականին նա անցել է անձնական խորհրդատուի աշխատանքի, աշխատելով հենց Վանո Սիրադեղյանի շրջապատի մարդկանց համար։ Նրա պարտականությունը եղել է կճազմակերպել միջազգային փոխանցումներ, այնպիսի փոխանցումներ, որոնք չէին գրանցվում կոմպաշտոնական բանկային համակարգերում։ Իմ առջևը բերում էին թղթի մի կտոր, որի վրա գրված էր մի անուն, մի երկիր եւ մի գումար, հիշում է Արամը։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա պատմում է։ Ես չէի հարցնում, թե ումից է գալիս այդ գումարը կամ ինչու է պետք այդ փոխանցումը։ Իմ գործը եղել է կազմակերպել այնպես, որ ոչ մի հետք չմնա։ Եվ նա կազմակերպել է։ Յուրաքանչյուր ամիս 6 կամ միս 6 կամ 7 փոխանցում, յուրաքանչյուրը 200-ից մինչև $500,000։ Այդ թվերը հավաքվում են հսկայական գումարի։ 3 տարվա ընթացքում ըստ Արամի հաշվարկների տեղափոխվել է մոտ $24 միլիոն։ Բայց ում անունով։ Ես երբեք չեմ տեսել Վանո Սիրադեղյանի անունը այդ փաստաթղթերում, շարունակում է Արամը։ Բոլոր փոխանցումները արվել են այլ անունների միջոցով, ընկերությունների, որոնք գրանցված էին Կիպրոսում, Շվեյցարիայում, Լիխտենշտայնում։ Բայց բոլորս գիտեինք, որ այդ ընկերությունները պատկանում էին միայն մեկին։ Եվ երբ նրան հարցնում ենք, ինչու նա համաձայնվեց մասնակցել այդ համակարգին, նա պատասխանում է այնպես, ինչպես մարդ, ով ապրել է վախի մեջ 30 տարի։ Եթե ես ասեի ոչ, ես գիտեի, որ հաջորդ օրը ավելի չկլինեմ։ Այդ ժամանակներում դու կամ ծառայում էիր համակարգին, կամ դու վերջանում էիր։ Ահա թե ինչ էր արժենում լռությունը այդ ժամանակներում։ Եվ Արամը խոսեց միայն այն պատճառով, որ այժմ նա տարեցել է, հիվանդ է եւ ունի զգացողություն, որ եթե այժմ չխոսի, ապա ճշմարտությունը կմնա թաղված հավերժ։ Բայց նույնիսկ նրա պատմությունը չի պատասխանում հիմնական հարցին. այդ $24 միլիոն որտեղ են այսօր։ Արամը չգիտի ճշգրիտ հաշիվների տվյալները։ Նա չունի մատչելիություն այն ընկերությունների փաստաթղթերին, որոնք կիրառվել էին որպես միջնորդներ։ Նա միայն գիտի, որ այդ գումարները տեղափոխվել են, եւ որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այսօր ունի մատչելիություն դրանց։ Արդյոք Սիրադեղյանի ընտանիքը գիտի այդ գումարների մասին։ Արդյոք նրա կինը կամ նրա զավակները ունեն կոդերն ու անցաբառերը, որոնք հնարավոր են դարձնում հասնել այդ թաքնված ակտիվներին։ Թե այդ գումարները վերահսկվում են ուրիշների կողմից, մարդկանց, ովքեր օգնեցին Սիրադեղյանին անհետանալ, եւ որոնք հիմա օգտագործում են այդ հարստությունը իրենց սեփական նպատակների համար։ Արամը չի կարող պատասխանել այդ հարցին, բայց նա ասում է մի բան, որը սառեցնում է ողջ պատկերը։ Ես գիտեմ, որ այդ համակարգը շարունակում է գործել նույնիսկ այսօր։ Այլ անուններով, վլանուններով, այլ երկրներով, բայց նույն սկզբունքով։ Եվ եթե դուք հարցնեք ինձ, ով է հիմա վերահսկում այդ հարստությունը, ես կասեմ. փնտրեք այն մարդկանց, ովքեր ունեն ազդեցություն եւ Հայաստանում,
եւ արտերկրում, եւ որոնք երբեք չեն հայտնվել հրապարակային քննադատության տակ։ 3 մարդ։ Միայն 3 մարդ գիտեին ամեն ինչ Վանո Սիրադեղյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիքը, յուրաքանչյուր փախուստի ծրագիրը, յուրաքանչյուր թաքնված թունելը Երևանի տակ։ Նրանք էին ներքին շրջանակը, անտեսանելի պաշտպանները, ովքեր երբեք չէին հայտնվում լուսանկարներում, երբեք չէին ստորագրում փաստաթղթեր, երբեք չէին թողնում իրենց անունները պաշտոնական գրանցամատյաններում։ 1996 թվականի մարտին, երբ Սիրադեղյանը դարձավ Երևանի քաղաքապետ, այդ 3 մարդիկ ստացան մատչելիություն այնպիսի ինֆորմացիայի, որը կարող էր ոչնչացնել ամբողջ քաղաքական համակարգը։ Նրանք ճանաչում էին նրա առողջական իրական վիճակը, որը խստորեն թաքցվում էր հանրությունից։ Նրանք գիտեին սենյակների կոդերը, որտեղ պահվում էին փաստաթղթերը գաղտնի գործարքների մասին։ Նրանք տիրապետում էին հեռախոսահամարներին, որոնք կապում էին Սիրադեղյանին միջազգային բանկերի հետ, որտեղ իր անունը երբեք չէր հիշատակվում, բայց որտեղ նրա փողերը հոսում էին անդադար հոսքով։ Բայց 1999 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ դատախազությունը պաշտոնապես մեղադրանք ներկայացրեց Սիրադեղյանին զինված հանցավոր խմբի ղեկավարության մեջ, այդ 3 մարդիկ կատարեցին ընտրություն։ Նրանք ընտրեցին հավատարմության եւ սեփական կյանքի միջև։ Եվ այդ ընտրությունը փոխեց Հայաստանի պատմությունը այնպես, որ մինչ օրս մենք չենք գիտակցում դրա իսկական հետևանքները։ Մեկը Սիրադեղյանի անձնական պահակապետը, մարդը, ով 3 տարի նրա հետ էր ամեն րոպե, անհետացավ նույն ամիսը։ Երկրորդը ֆինանսական խորհրդատուն, որը կազմակերպում էր միջազգային փոխանցումները, գտնվեց մահացած իր բնակարանում 2 շաբաթ անց, պաշտոնապես սրտի կաթված, բայց նրա հարազատները մինչ օրս պնդում են, որ նա երբեք չի ունեցել սրտի խնդիրներ։ Երրորդը նախկին ներքին գործերի նախարարության փոխնախարարը, անձնավորապես հեռացավ Հայաստանից 2 օր անց Սիրադեղյանի դատական գործի հայտարարությունից, եւ մինչ օրս ապրում է Մոսկվայում, երբեք չի վերադարձել, երբեք չի տվել հարցազրույց։ Ովքեր էին իսկապես այդ մարդիկը։ Ինչ գիտեին նրանք, որ ստիպեց նրանց կամ փախչել, կամ լռել, կամ մեռնել։ Եվ ամենակարևորը, ինչ տեղեկատվություն տարան նրանք իրենց հետ։ Այն տեղեկատվությունը, որը կբացահայտեր, թե որտեղ են Սիրադեղյանի իսկական ֆինանսական ակտիվները, ով վերահսկում է դրանք այսօր, եւ ովքեր են այն մարդիկ, ովքեր օգտակար էր, որ Սիրադեղյանը անհետանար առանց որևէ պատասխանատվության։ Երբ դուք հետևում եք այդ 3 մարդկանց ճակատագրին, դուք տեսնում եք մի նախագիծ, որը կարծես նախապես պլանավորված էր, հեռացնել բոլոր վկաներին, թաղել բոլոր ապացույցները եւ ստեղծել լռության պատ, որը չի կարող կոտրվել նույնիսկ 21 տարի անց։ 10 տարի իշխանության մեջ մի մարդու հետ անում են ինչ-որ բան, որը անտեսանելի է սկզբում, բայց հետո դառնում է աննկարագրելի ակնհայտ։ 1995 թվականին, երբ Վանո Սիրադեղյանը խոսում էր հանրային հավաքներում, նրա ձայնը հնչում էր վստահ, հզոր, պատրաստ պատասխանել ցանկացած մարտահրավերի։ Բայց 1998 թվականին, երբ նա հայտնվեց ազգային ժողովում որպես падգամավոր, մարդիկ սկսեցին նկատել փոփոխություններ, որոնք խոսում էին ավելին, քան ցանկացած բառ։ Նրա մազերը, որոնք 6 տարի առաջ էին մուգ շագանակագույն, այժմ ամբողջովին ճերմակ էին։ Ոչ թե փոխված արհեստականորեն դեպի գորշ, այլ թափանցիկ սպիտակ, այնպիսին, որը տեսնում ես երբեմն չափազանց ծանր սթրեսի տակ ապրող մարդկանց մոտ։ Նրա քայլելու ոճը փոխվել էր։ 1994 թվականին նա քայլում էր վստահ, ուղիղ մարմնով, ուսերը հետ, կրծքավանդակը բաց։ Բայց 1998 թվականին, վերջին լուսանկարներում, որտեղ նա երևում է պաշտոնական միջոցառումներում, նրա ուսերը թեքված են դեպի առաջ, իսկ նրա քայլերը դարձել են անվստահ, կարծես յուրաքանչյուր քայլ պահանջում էր հատուկ ջանք։ Եվ աչքերը, մարդիկ, ովքեր տեսել են նրան մոտիկից այդ տարիներին, հիշում են նրա հայացքը որպես այն բանը, ինչը ամենից շատ տարբերվում էր։ Նա նայում էր քեզ, բայց կարծես նա չէր տեսնում քեզ, հիշում է նրա հետ աշխատած մի պաշտոնյա։ Նրա աչքերը մնում էին անշարժ, կարծես նա տեսնում էր ինչ-որ բան, որը գտնվում էր քո հետևում, շատ հեռու, որտեղ ոչ ոք չէր կարող հասնել։ Բայց ամենախոսուն էր նրա ֆիզիկական ուժի անկումը։ 1996 թվականին Սիրադեղյանը կարող էր աշխատել 18 ժամ օրական, առանց հանգստի, առանց թուլության նշանների։ Բայց 1998 թվականին նրա մերձավորները նկատեցին, որ նա սկսել է թողնել հանդիպումները կեսից, դուրս գալ սենյակից քրտնած, գունատ, ձեռքերը դողացող։ Մեկ անգամ հուլիսի ամիսը, երբ նա ելույթ էր ունենում ազգային ժողովում, նա կանգ առավ խոսքի մեջտեղում, կախեց գլուխը եւ մի քանի վայրկյան պարզապես լռեց, իսկ ողջ դահլիճը սպասում էր անհանգստության մեջ։ Հետո նա շարունակեց, բայց նրա ձայնը արդեն չուներ այն հաստատությունը, որը նրան տարբերում էր նախկինում։ Ինչու էր այս տեղի ունենում։
Բժիշկները, ովքեր դիտարկում էին նրան այդ տարիներին, պաշտոնապես անվանում էին դա վարչական ծանրություն, հոգնածություն, սովորական ծերացում։ Բայց կա մի փաստաթուղթ, որը պահվում է Հայաստանի առողջապահության նախարարության արխիվում, թղթապանակում, որը դասակարգված է որպես սահմանափակ հասանելիություն։ Այդ փաստաթուղթը բժշկական եզրակացություն ամսաթվով 1998 թվականի հունվար նշում է, որ Վանո Սիրադեղյանին ախտորոշվել է երկարատև սթրեսի առաջացրած նյարդաթուլացում, երիկամների քրոնիկ անբավարարություն եւ արյան ճնշման անկարգելի ցուցանիշներ։ Այս ախտորոշումը նշանակում է, որ 10 տարի իշխանության մեջ ապրելը ոչնչացրել էր նրա մարմինը այնպես, որ 6 տարի առաջի 50 տարեկան մարդը այժմ նման էր 70 տարեկան հիվանդի։ Դուք պետք է հասկանաք, իշխանությունը ունի իր ֆիզիկական գինը։ Երբ դուք յուրաքանչյուր ապրում եք հակասությունների, քողարկման եւ վախի մեջ, ձեր մարմինը սկսում է քայքայվել։ Քունը դառնում է անհնարին։ Ախորժակը կորչում է։ Մկանները սկսում են թուլանալ, քանի որ դուք այլևս չեք կարողանում հանգիստ առնել։ Եվ սրտի ռիթմը դառնում է անկանոն, քանի որ ձեր ներքին տագնապը երբեք չի դադարում։ Սիրադեղյանը 10 տարի վճարել է այդ գինը, եւ 1998 թվականին նրա մարմինը արդեն ազդարարում էր, որ այն չի կարող շարունակել։ Բայց նա շարունակեց, քանի որ կանգ առնելը նշանակում էր ամեն ինչ կորցնել։ Եվ դա էր վերջնական զորոգայթը դեպի նրա անհետացումը, երբ դուք այլևս չունես ոչ առողջություն, ոչ ուժ, բայց դեռ ունես թշնամիներ, ովքեր սպասում են քո վախկոտության պահին։ Կան արխիվներ, որոնք պաշտպանված են այնպիսի հուսալիությամբ, որ նրանց գոյությունը գրեթե դառնում է առասպել։ 1998 թվականի սեպտեմբերի 19-ը, 2 օր առաջ, քան Սիրադեղյանը պաշտոնապես հրաժարական տվեց ազգային ժողովից, ներքին գործերի նախարարության հին շենքում տեղի ունեցավ այրում։ Պաշտոնապես էլեկտրական կարճ միացում հին մետաղալալերի համակարգում։ Հրդեհը տևեց 3 ժամ եւ վնասեց մի ողջ թև, այն թևը, որտեղ պահվում էին արխիվները 1992-ից մինչև 1996-6 թվականները։ Հենց այն տարին է, երբ Սիրադեղյանը հանդիսանում էր ներքին գործերի նախարար։ Երբ հրշեջները մտան այրված սենյակները, դրանք հայտնաբերեցին մոխիր եւ ճարպակալած թղթի կտորներ, բայց ոչ մի լիակատար փաստաթուղթ։ Եվ արխիվի պետը, տարիքն անցած կինը, ով 30 տարի աշխատել էր այդ համակարգում, հայտարարեց, որ կորցրած փաստաթղթերի մեջ չկան էական տեղեկություններ։ Բայց 3 շաբաթ անց այդ կինը հրաժարական տվեց եւ տեղափոխվեց իր ընտանիքի մոտ, Գյումրի, որտեղ ապրեց լռությունների մեջ մինչև իր մահը 2019 թվականին։ Նրա թոռները, ով այժմ խոսում է դժկամությամբ, հիշում է, որ տատիկը մի անգամ ասել է նրան. «Կան բաներ, որոնք ավելի լավ է չիմանալ, քանի որ իմացությունը կարող է սպանել քեզ»։ Ինչ կար այդ փաստաթղթերում, որոնք այրվեցին այնքան հարմար ժամանակում։ Արխիվում, ըստ բոլոր տրամաբանական սկզբունքների, պետք է լիներ հետևյալը. ցուցակներ բոլոր հանցավոր խմբերի մասին, որոնք գործում էին Երևանում 1992-ից մինչև 1996 թվականները։ Ֆինանսական գրանցումներ բոլոր գործարքների, որոնք վերահսկվել են ներքին գործերի նախարարության կողմից։ Հեռախոսային գրանցումներ, հազարավոր զրույցներ, որոնք մենք այսօր կարող ենք վերլուծել եւ բացահայտել, թե ովքեր էին իսկական խաղացողները այդ ժամանակաշրջանում։ Եվ ամենակարևորը, կոդավորված նամակագրություններ, որոնք հաղորդակցում էին Սիրադեղյանը միջազգային կազմակերպությունների հետ, բանկերի, ներդրողների, գործընկերների, ովքեր օգնում էին նրան տեղափոխել եւ թաքցնել հսկայական գումարներ։ Բայց այդ ամենը վերածվեց մոխրի, եւ հետաքրքիրն այն է, որ հրդեհից հետո ոչ մի հետաքննություն չի իրականացվել։ Ոչ մեկը չի հարցաքննվել, ոչ մի զեկույց չի պատրաստվել, բացի պարզ ձևական ակտից, որը պնդում է էլեկտրական դժբախտ պատահար։ Ինչու՞։ Պատասխանը պարզ է, քանի որ այդ արխիվների ոչնչացումը պետք էր տեղի ունենար, պետք էր պլանավորված լինի, պետք էր համաձայնված լինի այն մարդկանց կողմից, ովքեր ունեին իրական իշխանություն։ Եվ Սիրադեղյանը հենց այդ մարդկանցից էր մեկը, բայց ոչ միակը։ Հետո էին ուրիշները, ովքեր նույնպես ունեին մեծ շահ, որ այդ փաստաթղթերը երբեք չընկնեն հետաքննողների ձեռքը։ Կա մեկ այլ արխիվ, որի մասին շատ քչերը գիտեն։ 1993 թվականին, երբ Սիրադեղյանը արդեն անհետացել էր, մի խումբ հետաքննողներ, ովքեր փորձում էին հետևել նրա հետքին, դիմեցին Հայաստանի կենտրոնական բանկ, պահանջելով տեղեկություններ բոլոր գործարքների մասին, որոնք կապված էին Սիրադեղյանի անունի կամ նրա հայտնի գործընկերների հետ։ Բանկը պատասխանեց. տեղեկատվությունը պահվում է արխիվում հատուկ կոդ SV115 ներքո։ Բայց երբ հետաքննողները փորձեցին մուտք գործել այդ կոդը, նրանց տեղեկացրեցին, որ այդ ֆայլը դասակարգված է
եւ հասանելի միայն նախագահի հատուկ թույլտվությամբ։ Եվ նախագահը բնականաբար երբեք այդպիսի թույլտվություն չտվեց։ Որքան էջ կար այդ ֆայլում։ Ըստ բանկի ներքին գրանցամատյանների, որոնք արտահոսվել են տարիներ անց, այդ ֆայլը պարունակում էր 339 էջ։ 339 էջ գործարքների, որոնք կարող էին վերափոխել ողջ պատկերացումը Սիրադեղյանի ֆինանսական ամբողջականության մասին։ Բայց այդ էջերը երբեք չեն դարձել հրապարակային։ Դրանք մնացին փակված, թաղված, անմատչելի։ Եվ հարցը մնում է, ով է պաշտպանում այդ տեղեկատվությունը եւ ինչու։ Արդյոք դա պաշտպանություն է ոչ միայն Սիրադեղյանի, այլև այլ մարդկանց համար, ովքեր կապված էին նրա հետ եւ ովքեր մինչ օրս զբաղեցնում են իշխանության դիրքեր Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս։ Երբ մի մարդ մահանում է, նրա հարստությունը ըստ բոլոր իրավական նորմերի պետք է բաժանվի նրա ժառանգների միջև։ Բայց երբ այդ մարդը մահացել է անհայտ հանգամանքներում, երբ նրա իրական ակտիվները երբեք պաշտոնապես գրես գրանցված չեն եղել, երբ նրա հարստությունը թաքնված է եղել միջազգային օֆշորային կառույցների հետևում, ապա այդ ժառանգությունը դառնում է առեղծված։ 1021 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ հայտարարվեց, որ Վանո Սիրադեղյանը մահացել է, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել նրա գույքի մասին, ոչ մի կտակ չի հրապարակվել, ոչ մի ժառանգ չի հայտնվել դատարանում պահանջելով իրավունքներ։ 2003 թվականի ապրիլի 6-րդ օրը, երբ դատարանը պաշտոնապես կասեցրեց Վանո Սիրադեղյանի դատավարությունը, նրա անհետացումը արդեն կազմակերպված էր մանրամասն պլանի մեջ։ Բայց այդ պլանը չէր կարող իրականանալ առանց մեկի, առանց այն մարդու, ով տարիներ շարունակ եղել էր նրա անբաժանելի շուքը, նրա անտեսանելի պաշտպանը, այն մարդու, ում հետ Սիրադեղյանը կիսել էր ամեն մի գաղտնիք։ Այդ մարդը, Արմենը, Սիրադեղյանի անձնական օգնականը 10 տարի էր այն բանալին, որը պետք էր բացեր բոլոր դռները դեպի անվտանգ փախուստ։ Նա գիտեր բանկային կոդերը, գիտեր թաքնված հաշիվների համարները, գիտեր անունները այն մարդկանց, ովքեր կարող էին օգնել։ Եվ Սիրադեղյանը վստահում էր նրան այնպես, ինչպես մարդ վստահում է իր սեփական ձեռքերին։ Բայց 2003 թվականի մարտի 19-րդ օրը Արմենը արեց այն, ինչը ոչ ոք չէր սպասում։ Նա մտավ Հայաստանի մի գլխավոր դատախազություն եւ նստեց հետաքննողների առջև։ Տղամարդը, ում բերանը եղել էր լռություն 10 տարի, հանկարծ սկսեց խոսել։ Նա պատմեց ամեն ինչ, թե որտեղ են փաստաթղթերը, որոնք ապացուցում են Սիրադեղյանի գաղտնի գործարքները, թե որ բանկերում են պահված միլիոնները, թե ով են այն մարդիկ, ովքեր ծածկում էին նրան այս ամբողջ ժամանակ։ Նա պատմեց ամեն մի մանրամասն, ամեն մի անուն, ամեն մի ամսաթիվ։ Եվ երբ հետաքննողները հարցրին ինչու այժմ, ինչու դավաճանեց այն մարդուն, ում ծառայել էր ողջ կյանքը, Արմենը պատասխանեց հանգիստ, կարծես պատմում էր օրվա եղանակի մասին։ Ես արեցի, որովհետև հասկացա, եթե ես լռեմ, ես էլ կվերջանամ նույն ճանապարհին, ինչ նրանք, ովքեր գիտեին չափից շատ։ Ես ուզում էի ապրել։ Այդ ճակատագրական հայտարարությունը փոխեց ամեն ինչ։ Հայաստանի իշխանությունները հանկարծ ստացան մատչելիություն տեղեկատվության, որը կարող էր պարզաբանել, թե ուր են Սիրադեղյանի իսկական փողերը, ով է օգնում նրան մնալ անհայտ, եւ ով են այն մարդիկը, ովքեր շահագրգռված են նրա լռության մեջ։ Բայց այստեղ է սկսվում ամենաանհասկանալին։ Արմենի տված ցուցմունքները երբեք չեն դարձել պաշտոնական հետաքննության մաս։ Չնայած նրա խոսքերին, չնայած փաստաթղթերին, որոնք նա մատնանշեց, ոչ մի նոր դատավարություն չի սկսվել, ոչ մի ձերբակալություն չի եղել, ոչ մի հրապարակային հայտարարություն, այն մասին, որ երբեմնի ամենամտերիմ մարդը դարձել էր մատնիչ։ Իսկ Արմենը ինքը անհետացավ 2 ամիս անց։ Ոչ մեկը չգիտի, թե ինչ եղավ նրա հետ, որտեղ է նա, կենդանի է թե ոչ։ Սա էր վերջնական նշանը, որ նույնիսկ դավաճանությունը, նույնիսկ ամենալիակատար խոստովանությունը չէր բավարար բացահայտել ճշմարտությունը, երբ այդ ճշմարտությունը պաշտպանվում էր այնպիսի ուժերից, որոնց դեմ մի մարդը անկարող էր կանգնել։ Այդ պատմությունը նշանակում էր, որ Սիրադեղյանը չէր միակ խաղացողը։ Նա մաս էր համակարգից, որը շատ ավելի մեծ էր, քան մեկ մարդ։ Եվ այդ համակարգը, ինչպես երևում է, պատրաստ էր զոհաբերել նույնիսկ իր սեփական մարդկանց, պահպանելու գաղտնիքները, որոնք կարող էին քայքայել ամբողջ իշխանական կառույցը։ Բայց հարցը մնում է, ով էր այդ համակարգի իրական ղեկավարը, եւ ովքեր են այն մարդիկը, ովքեր այսօր շարունակում են օգտվել այն հարստությունից, որը ստեղծվել էր տարիներ առաջ Սիրադեղյանի իշխանության ժամանակաշրջանում։ 1021 թվականի հոկտեմբերի 15-րդ օրը սկսվեց որպես սովորական առավոտ։ Վանո Սիրադեղյանը արթնացավ իր հին բնակարանում, այն բնակարանում, որտեղ նա ապրել էր վերջին տարիներին, հեռու Երևանից, հեռու իր նախկին կյանքից։ Նա արթնացավ առավոտյան 8-ին,
վեր կացավ դանդաղ, քանի որ նրա մարմինն արդեն չէր հնազանդվում այնպես, ինչպես նախկինում։ Նա սրճեց աղացած սուրճ, որը ինքն էր պատրաստել, քանի որ նրա կողքին չկար այն մարդիկը, ովքեր նախկինում ամեն ինչ անում էին նրա համար։ Նա չգիտեր, որ այդ օրը կլինի նրա վերջինը։ Նա չգիտեր, որ միայն մի քանի ժամ էր մնացել մինչև այն պահը, երբ նրա սիրտը կանգ կառներ։ Նա նստեց պատուհանի մոտ, նայեց դեպի փողոցը, որտեղ մարդիկ անցնում էին իրենց սովորական գործերով, եւ մտածեց այն մասին, ինչ կորցրել էր։ Իշխանությունը, որը նա ունեցել էր, անունը, որը ողջ Հայաստանը ճանաչում էր, հարգանքը, վախը, ազդեցությունը։ Այժմ նա էր միայն ծեր մարդ, ով ապրում էր անանուն, մոռացված, թաղված իր սեփական անցյալի կողմից։ Կեսօրին նա զանգահարեց իր դստերը։ Նրանք խոսեցին կարճ, քանի որ նրանց միջև արդեն չկար այն մերձավորությունը, որը եղել էր նախկինում։ Նա հարցրեց. «Ինչպես է զգում իրեն։ Արդյոք նա լավ է»։ Դուստրը պատասխանեց, որ ամեն ինչ կարգին է, բայց նրա ձայնը հնչում էր հեռավոր, կարծես նա խոսում էր ինչ-որ օտար մարդու հետ։ Նրանք հրաժեշտ տվեցին, եւ Սիրադեղյանը դրեց հեռախոսը։ Իր ձեռքերը դողում էին։ Նա հասկացավ, որ նույնիսկ իր ընտանիքը հեռացել էր նրանից, հեռացել այն զույգի պատճառով, որը նա ստեղծել էր իր սեփական ընտրություններով։ Երեկոյան ժամը 5-ին նա զգաց ցավ կրծքավանդակում։ Սկզբում թույլ, հետո ուժեղանալով։ Նա նստեց իր աթոռին, փորձեց հանգստանալ, բայց ցավը չէր անցնում։ Նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ է, բայց նա չզանգահարեց շտապ օգնության։ Ինչու՞։ Գուցե որովհետև նա արդեն գիտեր, որ այդ պահը գալու էր։ Գուցե որովհետև նա հոգնել էր պայքարից, հոգնել էր թաքնվելուց, հոգնել էր լինելուց մեկը, ով մշտապես նայում էր իր ուսի հետևից։ Նա նստեց այնտեղ, ձեռքերը սեղմած կրծքին, շնչառությունը դարձել էր դժվար, եւ մտածեց այն բոլոր ընտրությունների մասին, որոնք տարել էին նրան այդ վերջնական պահին։ Ժամը 8-ին նրա հարևան լսեց աղմուկ։ Նա բախեց դուռը, բայց պատասխան չկար։ Նա զանգահարեց ոստիկանություն, եւ երբ նրանք բացեցին դուռը, նրանք գտան Սիրադեղյանին։ Նա նստած էր իր աթոռին, գլուխը թեքված դեպի կողք, աչքերը բաց, բայց արդեն անկենդան։ Բժիշկները, ովքեր ժամանեցին 20 րոպե անց, ասացին. «Սրտի կաթված, հավանաբար մի քանի ժամ առաջ»։ Նրանք չկարողացան ավելի ոչինչ անել։ Մարդը, ով տարիներ տիրել էր Երևանի իշխանությանը, ով վերահսկել էր միլիոններ, ով երբեմն եղել էր ամենավախեցրած անունը Հայաստանում, այժմ էր ընդամենը մեկ այլ վիճակագրություն։ Հին մարդ, ով մահացել էր միայնակ, մոռացված, անանուն։ Բայց այստեղ է սկսվում այն մասը, որը մնում է առեղծված մինչ օրս։ Երբ ոստիկանությունը ստուգեց նրա բնակարանը, նրանք չգտան գրեթե ոչինչ։ Ոչ փաստաթղթեր, ոչ անձնական իրեր, ոչ նամակներ, ոչ լուսանկարներ։ Բնակարանը լիովին դատարկ էր, կարծես մեկը արդեն հավաքել էր ամեն ինչ։ Նույնիսկ նրա անձնագիրը գտնվում էր միայն նրա գրպանում եւ ոչինչ ուրիշ։ Սա նշանակում է, որ ինչ-որ մեկը մտել էր այնտեղ նախքան ոստիկանության ժամանումը, կամ Սիրադեղյանը ինքն էր պատրաստվել այդ վերջնական պահին, ոչնչացնելով բոլոր հետքերը, որոնք կարող էին մատնանշել իր իսկական անցյալը։ Բայց ինչու պետք է մի մարդ, ով արդեն անհետացել էր 21 տարի առաջ, դեռ այդքան մտահոգվեր թաքցնել իր գաղտնիքները նույնիսկ մահվան պահին։ Երբ դուք փնտրում եք պատասխաններ մի մարդու մասին, ով տարիներ ապրել է թաքնված կյանքով, դուք պետք է փնտրեք ոչ թե այն, ինչը նա թողել է, այլ այն, ինչը նա թաքցրել է։ 1998 թվականին Հայաստանի ներքին գործերի նախարարության հին շենքի ստորգետնյա հարկում գոյություն ուներ մի անվտանգ տարածք, որը պաշտոնապես գրանցված էր որպես արխիվային պահեստ համար 7։ Բայց այդ պահեստի իրական նպատակը լրիվ այլ բան էր։ Այնտեղ պահվում էին ոչ սովորական արխիվներ, այլ հատուկ ֆայլեր, կոդավորված փաստաթղթեր, որոնք պարունակում էին ամենագաղտնի տեղեկատվությունը երկրի ամենահզոր մարդկանց մասին։ Այդ ֆայլերից մեկը, որը կոդավորված էր որպես VK5, անմիջականորեն վերաբերում էր Վանո Սիրադեղյանին։ Այդ ֆայլի գոյության մասին մենք իմանանք միայն 2018 թվականին, երբ մի թոշակառու հետաքննող, ով տարիներ աշխատել էր այդ համակարգում, համաձայնեց խոսել անանուն հարցազրույցում։ Նա պատմեց, որ VK5 ֆայլը պարունակում էր 350 էջ, բանկային փոխանցումների ցուցակներ, ընկերությունների անուններ, որոնք գրանցված էին օֆշորային գոտիներում, եւ անունները այն մարդկանց, ովքեր օգնում էին Սիրադեղյանին կառավարել իր թաքնված հարստությունը։ Բայց ամենաարժեքավորը, ըստ այդ հետաքննողի, էր վերջին 30 էջը։ Այնտեղ գրված էին կոդեր եւ անցաբառեր, որոնք հասանելի էին դարձնում հաշիվները շվեյցարական, լիխտենշտայնյան եւ սինգապուրյան բանկերում։
Ահա թե ինչ էր իսկական բանալին դեպի Սիրադեղյանի անհետացած միլիոնները։ Ոչ թե անունները, ոչ թե բանկերի տեղանքները, այլ կոդերը։ Այն համարները, որոնք կարող էին բացել այն դռները, որոնք փակ էին մնացել 20 տարի։ Բայց երբ 2000 թվականին հետաքննողները փորձեցին գտնել այդ ֆայլը, նրանց ասացին, որ արխիվային պահեստ համար 7 ամբողջությամբ դատարկվել է 1999 թվականին, կապված վերակառուցման աշխատանքների հետ։ Բոլոր ֆայլերը, ներառյալ VK5-ը, պաշտոնապես տեղափոխվել են նոր պահեստ, բայց ոչ մեկը չգիտեր, թե որտեղ։ Ինչու այդ ֆայլը անհետացավ հենց այն պահին, երբ Սիրադեղյանը ինքն էլ անհետացավ։ Պատասխանը պարզ է, որովհետև այդ ֆայլը կարող էր քայքայել ոչ միայն Սիրադեղյանի համբավը, այլև բազմաթիվ այլ մարդկանց, ովքեր կապված էին նրա հետ։ Մարդկանց, ովքեր մինչ օրս զբաղեցնում են հզոր դիրքեր Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։ Այդ ֆայլի անհետացումը չէր պատահականություն, այն իր կազմակերպված գործողություն, որը նպատակ ուներ ապահովել, որ ճշմարտությունը երբեք չի հասնի հանրությանը։ Եվ որքան տարիներ անցնում են, այնքան ավելի անհավանական է դառնում, որ մենք երբևէ կիմանանք, թե որտեղ են այդ թաքնված միլիոնները, ովքեր օգտագործում են դրանք, եւ ինչու պաշտպանվում է այդ գաղտնիքը այդքան ուժգնությամբ։ Կա մեկ այլ փաստաթուղթ, որի մասին շատ քչերը լսել են։ 2000 թվականի ապրիլին, 2 ամիս անց Սիրադեղյանի դատական գործի կասեցումից, շվեյցարական մի բանկ ուղարկեց հայցադիմում Հայաստանի դատախազություն, պահանջելով տեղեկություններ մի հաճախորդի մասին, ով չէր արձագանքել 10 տարի։ Այդ հաճախորդի անունը չէր Վանո Սիրադեղյան, այլ Արագած Թրեյդինգ, ընկերություն, գրանցված Կիպրոսում 1995 թվականին։ Բանկը նշում էր, որ այդ ընկերության հաշվին կա մնացորդ 18 միլիոն 600 հազար շվեյցարական ֆրանկ, բայց վերջին 10 տարում ոչ մի գործարք չի կատարվել, ոչ մեկը չի մատչել հաշվին։ Դատախազությունը պատասխանեց, որ նրանք չունեն տեղեկատվություն այդ ընկերության մասին, եւ այդ հարցումը մնաց անպատասխան։ Դուք պետք է հասկանաք, երբ մի բանկ ուղարկում է այդպիսի հայցադիմում, դա նշանակում է, որ այնտեղ իսկապես կա փող։ 18 միլիոն շվեյցարական ֆրանկ այդ ժամանակ հավասար էր մոտավորապես 12 միլիոն ամերիկյան դոլարի, եւ դա միայն մեկ հաշիվն էր մեկ բանկում։ Քանի հաշիվ էր ընդհանուրը։ Քանի բանկ էր ընդգրկված այդ ցանցում։ Քանի միլիոն էր իսկապես կուտակված Սիրադեղյանի անտեսանելի ֆինանսական կայսրությունում։ Եվ ով է այժմ վերահսկում այդ հաշիվները, եթե ինքը մահացել է, եթե կոդերը անհետացել են, եթե ոչ ոք պաշտոնապես չի ճանաչում կապը Սիրադեղյանի եւ այդ օֆշորային ընկերությունների միջև։ Երբ Վանո Սիրադեղյանը մահացավ 1021 թվականի հոկտեմբերի 15-ին, նրա ընտանիքը չարեց հրապարակային հայտարարություն։ Նրա դստերը, ով տարիներ շարունակ ապրել էր լռության մեջ, մնաց անանուն։ Նրա կինը, ով երբեք չի տվել հարցազրույց, շարունակեց ապրել փակ կյանքով, տարբեր քաղաքում, հեռու իր նախկին կյանքից։ Նրանք ընտրեցին մոռացվել, ընտրեցին չլինել այն պատմության մաս, որը շարունակում էր պտտվել նրանց հոր անունիշի շուրջ։ Եվ գուցե դա էր ամենաանվտանգ ընտրությունը։ Քանի որ նրանք գիտեին, եթե խոսեն, եթե հավակնեն որևէ ժառանգության, նրանք կբացեն դուռը դեպի այն աշխարհը, որտեղ հարցերը դառնում են վտանգավոր, իսկ պատասխանները մահացու։ Ովքեր էին նրանք, ովքեր կանգնեցին Սիրադեղյանի դավաճանության հետևում։ Մարդիկ, ովքեր պետք է պաշտպաներ նրան, բայց ընտրեցին հեռանալ կամ լռել։ Արմենը, անձնական օգնականը, ով վերադարձավ որպես մատնիչ, ապա անհետացավ անհետևից։ Պահակապետը, ով անհետացավ նույն ամիսը, երբ դատական գործը սկսվեց։ Ֆինանսական խորհրդատուն, ով գտնվեց մահացած իր բնակարանում։ Փոխնախարարը, ով փախավ Մոսկվա եւ երբեք չվերադարձավ։ Նրանք բոլորը ունեին մի բան ընդհանուր։ Նրանք ճանաչում էին ճշմարտությունը եւ նրանք բոլորը վճարեցին գինը այդ իմացության համար։ Օրինակ, փախուստով, մահով կամ հավերժ լռությամբ։ Հայաստանը փոխվեց։ Երկիրը, որը 10 տարի ապրել էր քաոսի եւ անկայունության մեջ, դանդաղ սկսեց գտնել իր նոր ձևը։ Նոր իշխանություններ, նոր անուններ, նոր համակարգեր։ Բայց հին ֆինանսական հոսքերը, հին գաղտնի կապերը, հին թաքնված հարստությունները մնացին անփոփոխ։ Միայն անունները փոխվեցին, միայն դեմքերը թարմացան։ Եվ դա է այն ամենավտանգավոր ճշմարտությունը, որը շարունակում է տիրել մինչ օրս։ Համակարգը ոչնչացնում է անհատներին, բայց պահպանում է իրեն։ Սիրադեղյանը չէր համակարգը, նա էր միայն մեկ մասնիկը։ Եվ երբ նա անհետացավ, համակարգը շարունակեց գործել, պարզապես ընտրեց նոր խաղացողներ։ Բայց հիմնական հարցը մնում է անպատասխան։
Ով է այսօր վերահսկում այն միլիոնները, որոնք կուտակվել են Սիրադեղյանի անունով կամ նրա օֆշորային ընկերությունների միջոցով։ Արդյոք դա էր նրա ընտանիքը, ով ապրում է լռության մեջ։ Թե այլ ուժեր, ովքեր օգտակար էին, որ Սիրադեղյանը անհետանար, եւ ովքեր այժմ վայելում են այն հարստությունը, որը նա ստեղծեց։ Թե այն փաստաթղթերը, որոնք այրվեցին, այն ֆայլերը, որոնք անհետացան, այն կոդերը, որոնք երբեք չի հասան ճիշտ ձեռքերին։ Մեր առջև կանգնած է ոչ պարզապես մի մարդու պատմություն, այլ ամբողջ համակարգի խորհուրդը։ Համակարգի, որը կերտված էր թաքցնելու, պաշտպանելու եւ անverջ վերարտադրելու իրեն։ Այս պատմությունը չունի երջանիկ ավարտ, քանի որ իրական կյանքում ավարտները չեն լինում երջանիկ կամ տխուր։ Նրանք լինում են անավարտ։ Վանո Սիրադեղյանի պատմությունը մնում է անավարտ, քանի որ մենք դեռ չգիտենք ճշմարտությունը։ Մենք չգիտենք, թե որտեղ են փողերը, ով վերահսկում է դրանք, ով պաշտպանում է այդ գաղտնիքները, եւ գուցե մենք երբեք չիմանանք։ Բայց այն, ինչ մենք գիտենք, բավական է, հասկանալու, որ իշխանությունը, երբ այն դառնում է ամբողջական, երբ այն դառնում է համակարգ, այլևս չի պատկանում մարդկանց։ Այն դառնում է ինքնուրույն ուժ, որը ապրում է իր սեփական կյանքով, շնչում է իր սեփական օդով եւ պաշտպանում իրեն նույնիսկ այն մարդկանցից, ովքեր ստեղծել են այն։